Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի տեղակալի Հայաստանից գնալուց անմիջապես հետո մեր երկրում տեղի ունեցան նոր բռնաճնշումներ, խուզարկություններ, վաղարշաբաթի ավագանու հաղթանակ դաշինքի անդամների, համակիրների բնակարաններում, ձերբակալություններ, տնային կալանք եւ այլ խափանման միջոցներ։ Բռնաճնշումները Հայաստանում արդեն մի քանի տարի թափով ընթանում են։ Չենք էլ հարցնում ինչու։ Այդտեղ ժողովրդի պետության շահը բոլորովին չկա, ուղղակի իշխանությունը ճնշման գործիք է օգտագործում քաղաքական հակառակորդների դեմ։ Կամ մեկ հոգի, որին սրանք բռնել են, հանում պետության ու ժողովրդի։ Սամվել Կարապետյանի կալանքը ում շահերից է բխում, կասեք, պետության, ժողովրդի։ Իհարկե ոչ։ Այն որ հայ ամենամեծ բարերարներից մեկը բանտում է, հայ ժողովրդի շահը այդտեղ որն է, որ խոշոր գործատուներից մեկը ճնշվում է, նրա բիզնեսները ճնշվում են, պետության շահը այդտեղ որն է։ Իշխանության շահից այո բխում է, բայց զուտ նեղ խմբակային տեսանկյունից, քանի որ քաղաքական հակառակորդ է։ Պետությանը վնաս է նրան կալանավորելը, բայց իշխանական ուժին օգուտ է, ու նաև բխում է թշնամու շահից, որը Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այսինքն համընկնում են ՔՊԻ ու Ադրբեջանի շահերը։ Նույնն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում։ Կալանավորեցին, հիմա էլ քրգործի տակ է, որը հաստատ ոչ պետության շահից է բխում, ոչ ժողովրդի շահից։ Լուրջ քաղաքական հակառակորդ է, ՔՊԻ-ն վնաս ու Ադրբեջանն էլ հայտարարել է հետախուզում։ Ադրբեջանը հետախուզում է, դու բռնում ես ու կարծես դա պասերով խաղ լինի։